Շատ լավ եւ ավարտելով Աշոտի պատմությունը ժառանգորդի այդ հարցը, ժառանգական հարցը, գիտենք որ եղբայր ուներ շատ ուժեղ, Աբասը, չէ, հավակնություններ չկային կամ տեսեք, ժառանգականության հարցը հետեւյալն է, մենք Բագրատունյաց Հայաստանում ունենք մի պաշտոն, որին անդրադարձ եղել էր, բայց պատկերացումները թյուր էին դրա վերաբերյալ, հայոց իշխանի պաշտոնի մասին է խոսքը, որտեղ ընդհանրապես կան նաև պարզապես իշխաններ, սրանք մարդիկ են, որոնք այլ իշխանների նկատմամբ ավելի բարձր դիրք ունեն եւ կոնկրետ ֆունկցիաներ։ Բայց կա մի պաշտոն, որը պատմիչները հետևողականորեն նշում են իշխան հայոց։ Եվ երբ որ դրանք բոլորը ցանկագրում են, ովքեր են, դրանք 90% դեպքերում արքայի ավակ որդիներն են։ Եվ սա բավական հետաքրքիր համոզման է, առանձին հոդվածել ունեմ այդ մասին, եւ երկու դեպք ունենք, երբ որ արքայի եղբայրներն են, եւ դրանք էլ բացատրելի են։ Այսինքն այս պաշտոնը տրվում էր գահաժառանգին, ով որ պիտի զբաղեցներ թագավորի պաշտոնը հետագայում, գահած պետք է զբաղեցներ հետագայում, այդ երկու բացառությունը եղբայրների գալիս է մի բարձ իրողությունից։ Օրինակ մի եղբորը Սմբատ առաջինը դրել է իշխանած իշխան, գիտեք երբ որ իր երես որդի Աշոտը պատանդ էր հատական։ Այդպես որպես պահեստային տարբերակ կարելի ասել, այո։ Այսինքն ակնհայտորեն այս պաշտոնը կա իշխանած իշխան հայոց, ես ցանկագրել եմ բոլորը նրանք են, ըստ որում էլի կան արքայի եղբայրներ, բայց դա միայն են պարագանը, երբ որ արքան տղա չունի։ Աշոտ երկրորդ օրինակ, չէ՞։ Ասեմ ովքեր են եղել իշխանած իշխան հայոցները։ Աշոտ մեծի օրոք Սմբատ առաջինը, որը հետո դարձավ թագավոր։ Սմբատի օրոք սկզբում եղբայրը, հետո Աշոտը, երկաթի օրոք Աբասը, որովհետև Աշոտը տղա չուներ, Աբասի օրոք Աշոտ ողորմածը։ Հետո գիծը ընդհատվում է, մեկ էլ գիտենք որ Սմբատ երկրորդ տեզերակալի օրոք իշխան հայոցի պաշտոնը զբաղեցել է Գագիկը, որովհետև Սմբատը տղա չուներ։ Հիմա եթե ժառանգականության հարցը լուծվել է այսպես, հասկանանք թե ժառանգականություն որպես այդպեսին կար ինքնաբերաբար, թե խալիֆայությունը որոշակի հաստատում էր, դա ինվեստիտուրան տալիս էր, թե չէ։ Եվ սա ինչից ենք իմանում։ Երբ որ Աշոտ երկաթը պատանդությունից ազատվեց առանց Ատրպատականի տիրակալի իմացության եւ Ատրպատականի զորքը հարձակվեց Հայաստանի վրա, բավական երկար կռիվ գնաց 901-3 թվերին, միջև որ հաշտվեցին, այսպես ոչ ոքի ավարտվեց պատերազմը, հաշտվեցին եւ Յուսուֆը Ատրպատականի տիրակալը ճանաչեց թե Սմբատին եւ թե Աշոտին որպես գահաժառանգ։ Դե մոտավորապես կարող ենք հասկանալ, որ կար մի պրոցեդուրա, այսպես գործընթաց, գործելավոճ, երբ որ խալիֆայությունը իր հպատակի այս դեպքում Յուսուֆի միջոցով ճանաչում է նաև գահաժառանգին։ Բայց սա այն եզակի դեպքն է, որը մեզ հայտնի է այս դեպքում։ Հետո այստեղ կարող է նույնիսկ այն բանը լինել, որ Յուսուֆը համարում էր Աշոտին իր պատանդը եւ ոչ օրինական ազատված մարդ, դրա համար այդ ճանաչումը պաշտոնապես տալիս էր այդ կարգավիճակը պատանդության։ Որտեղ մյուս դեպքերում սա չունենք, այսինքն ժառանգականությունը այսպեսին էր, բայց օրինակ գիտենք, որ դա թող անանուն արծունուց է հայտնի, որ Աշոտ երկաթը երբ որ սկսեց արաբների հետ պատերազմել, վերցրեցին եւ նրա տիտղոսը թագավոր հայոց շահանշահ հայոցի վրացը տվեցին Գագիկին։ Խախտեցին կարգը եւ Գագիկը բավական երկար ժամանակ, այո, կրում էր այդ տիտղոսը, որ ինչով եւ հիշատակված է թե բյուզանդական եւ թե արաբական աղբյուրներում Միսկաֆայի եւ Գագիկն է շատ հետաքրքիր կերպարը մենք Սմբատից խոսելու ժամանակ խոսենք իր մասին, այո։ Ուսում ժառանգականությունը եթե կարողանում էին փորձում էին խախտել, այնպես չի որ դա սրբորեն պահվում էր։ Հա, դու պետք է լինեիր ուժեղ, բավական ուժեղ, որ կարողանայիր քո հաստատված գահաժառանգի նստեցնեիր գահին։ Հա, ինձ թվում է ամբողջը ծածկեցին Աշոտի պատմությունը, պետության ստեղծման պատմությունը։ Ես Աշոտի մասին հավելեմ զուտ իր գործունեության մասով, երբ որ ինքը նստեց հայոց գահին, ըստ էության ուներ հսկայական տիրապետություն, տարածաշրջանային տերության էր տիրապետում եւ այդ տիրապետության պայմաններում իր գործունեությունը միտված էր տիրապետությունը ամրապնդելուն։ Այս ընթացքում տեղի ունենում զորաշարժեր, որոնք միտված են ապստամբներին հնազանդեցնելուն, ինչպես օրինակ Ասպինձայի դեպքն է, որտեղ նա հաղթեց Նասր եւ Գվարան Բագրատունիների զորքերին։ Մենք ունենք դեպք պատիժ արաբ ուրեմն տեղական իշխանավորներին եւ ունենք դեպք վասպուրականի հետ առնչության, երբ որ սպանվեց Դերենիկը եւ պատմաբանների մոտ կա հակում մեղադրելու Աշոտին այդ սպանությունը կազմակերպել։ Ես իրականում դրան համաձայն չեմ, բայց դուք դասագրքերում կտեսնեք, որ կա այդպիսի միտում էլ եւ այս ամեն ինչը գալիս է նրանից, որ Աշոտի հիմնական նպատակը միաձուլ եւ ամուր պետություն ստեղծելն էր, որի համար ըստ էության ջանքու եռանց չխնայեց։ Եվ այն ամեն ինչը ինչ որ բաժին հասավ Սմբատին եւ ապահովեց
այդ Սմբատի հզորությունը նրա գահակալության առաջին 18-19 տարիներին հենց Աշոտի ստեղծածի հիմքով էր։ Այդպիսի խոշոր գահակալ էր, որը բոլոր առումներով ակնառու գործիչ էր, մահացավ 71 տարեկան հասակում 891 թվականի փետրվարի 2-ին։ Եվ թագը փոխանցեց, գահը փոխանցեց իր որդուն Սմբատ առաջին։ Չասցրես փոխանցի, այս դեպքը ասեմ գնանք հետո դուք որոշեք։ Սմբատին հետո ասում եմ ասպինձայում ճնշում էր այդ ապստամբությունը, հավանաբար Սմբատի գլխավորությամբ էր զորքը այնտեղ եւ ձմեռ էր սկսվել, այդ պայն Աշոտը դուրս եկավ մանգալու իր թագավորության մեջ, պտտվելու, ճանապարհին հիվանդացավ եւ արագ մահացավ։ Բերեցին Բագարան եւ տեսեք, երբ որ հաշվարկները կատարվում, այսինքն փետրվարի 2-ին մահացել է, Սմբատը գահ է բարձրացել ապրիլի 19-ից հետո։ Եվ այս ընթացքը բավական է եղել, որ Աբասի մոտ գահակալական նկրտումներ եղել, մոտ, այսինքն Աշոտի եղբոր մոտ, միջև որ Սմբատը եկել է Աբասին չենք իմանում ինչպես է պատժել, բայց այնից հետո Աբասի մասին որևէ հիշատակություն չկա, բայց գործնականում ինքը մեռավ, Սմբատը չկար։ Տեղում չէր։ Հնարավոր է որ հյուսում է եղել։ Ձյուներ եկել, ինքը գուգարկից չկարողացավ գալ, այդտեղից եզրակացնում ենք, որ հավանաբար բայց հետաքրքիր է, որ պետությունը շարունակել է իր ֆունկցիաները, իր գործառույթները եւ այդ 3 ամսվա ընթացքում, ասենք Աբասի ձեռքում է եղել ամբողջ։ Կարողացել է, Աբասը սովոր էր եղբորը լրացնել եւ այս պարագայում երբ որ եղբայրը չկա, ինքը այդ գիծը բռնում է, բայց ինչ որ մի պահին մոլորվում է։ Ինչ-որ մի բան, բանը ֆեոդալիզմը ֆեոդալիզմից բացի աթոռ է, որը բոլորը չեն որ դիմանում են այդ աթոռին,